որ մրցակցի հետ մենք խաղում ենք, անարդար պայմաններում ենք հայտնվել։ Հիմա այդ ամեն ինչը կոտրվում է իմ գլխին, դա պրոֆեսիոնալ է։ Իհարկե ոչ։ Եթե մի մարդ նկատում է անարդարությունը ու խոսում է, ինքը չի կարող կոնֆլիկտների մեջ չհայտնվի։ 2006-ի աշխարհի առաջնության եզրափակիչ Իտալիա-Ֆրանսիա խաղին Զիդանի այդ լեգենդար արարքը ըստ ձեզ արդարացված էր։ Որպես գլխավոր մարզիչ իմ ամբիցիաների առումով գնացի զիջման, բայց դա չի կարող անընդհատ պարբերաբար կրկնվել։ Մենք լիմիտ ենք կիրառում առողջությունից, առողջության լավագույն ֆուտբոլիստներին չենք հրավիրում։ Ուրեմն ամեն ինչ դեմագոգիա է։ Շատ գովել է, որ թեկուզ կա ինչ-որ տարաձայնություն ֆեդերացիայի ու երկրպագուների միջև, բայց երկրպագուները հավաքականի կողքին են։ Ողջույն բոլոր ֆուտբոլասերներին, ֆուտբոլի մասին այսօր խոսելու ենք Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի հետ։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ես գիտեմ շատ բարդ այս խաղացանք ունեք, քանի որ փորձում ենք պայմանավորվել չէր ստացվում եւ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ եկաք։ Ինչի հետ է կապված, որ բարդ խաղացանք է, միշտ է այդպես, թե սխալ աշխատանքի, թե ուղղակի զուգադիպեց։ Ես շնորհակալ եմ հրավերի համար։ Միշտ այդպես չի ու բառացիորեն երևի մի քանի ժամ առաջ ակումբի ղեկավարության հետ հենց դա ենք քննարկում, որ շատ անարդար ամիս ստացվեց մեր նկատմամբ 20 օրվա ընթացքում 6 պաշտոնական հանդիպում, եթե գավաթի հանդիպումն էլ հաշվի առնենք, գավաթը մենք սկսեցինք ավելի վաղ փուլից, նախնական փուլից, դրան գումարած Արարատ Արմենյան դիմել էր իր խաղը հետաձգելու համար Եվրոգավաթների մասնակցության շրջանակներում, երկրորդ տուրից հետաձգված հանդիպում ունեինք, ուստի երկու խաղ ավելացավ, եթե պետք է խաղայինք 4 խաղ ամսվա ընթացքում առաջին շրջանակներում, գավաթն ու այդ խաղը գումարվեցին, բայց ես մնում եմ այն կարծիքին, որ շատ հանգիստ կարելի էր այնպես անել, որ ոչ թե ես իմ թիմով պատրաստվեի ամեն 4 օրը մեկ խաղալուն, 20 օրում բառացիորեն 6 խաղ, դա կատաստրոֆա է։ Ոչ միայն մեզ համար, այլ մեր տեղը եթե լիներ մեկ այլ ակումբ, որը ավելի խորը նստարանում ու ավելի լավ հնարավորություններ ունի, ես վստահ եմ, որ նորից դժգոհ էին մնալու այսպիսի խաղացանկից։ Համարում եմ անարդար է, գտնում եմ, որ կշփվենք ֆեդերացիայի համապատասխան կառույցի հետ, որպեսզի հետագայում այսպիսի խնդիրների չբախվենք, որովհետև շատ լուրջ խնդիրների ենք բախվում։ Հա, ռեգլամենտով նշանակված է մենք պարտավոր ենք խաղալ, բայց որ մրցակցի հետ մենք խաղում ենք, անարդար պայմաններում ենք հայտնվել։ Անընդհատ իրանք ավելի շատ են հանգստացած, անընդհատ մենք տուրը փակեցինք 3, հաջորդ տուրը մենք ենք բացում։ Միգուցե կարելի է երկրորդ օրը խաղալ, երրորդ օրը խաղալ, տուրի վերջը մենք խաղայինք։ Հուսով եմ, որ կշտկվի, ոչինչ, բոլորի գործում են լինում են սենց դրվագներ։ Գիտեք, առաջին ակումբը չեք, որ նման խնդրի առաջ եք ընկնում եւ բարբերաբար տարբեր տարիներին այդ հարցը բարձրացվել է։ Ֆեդերացիայի պատասխանը հիմնականում եղել է, որ քանի որ Եվրագավաթներում հանդես եկող թիմեր ունենք եւ նաեւ գավաթն է արժևում լինում։ Ըստ ձեզ լուծումը ո՞րն է։ Եթե դուք ասում եք տուրը փակում եք, մյուս տուրը մենք ենք բացում, մյուս ակումբներն է նման պահանջարկներ։ Նախ ես ընդհանրապես տարբերություն չեմ դնում նախկին աշխատակազմի, ներկա աշխատակազմի, դուք շեշտեցիք, որ տարիների ընթացքում նմանատիպ բողոքներ են հնչել, կարող եմ մի բան ասել, որ անընդհատ փոփոխվում են աշխատակիցները, ներկայիս աշխատակազմի հետ շփում ունեցել ենք, շատ կոմպետենտ, շատ լավ անձնավորություններ են, ովքեր որ պատասխանատու են մրցումների կազմակերպման ու անցկացման համար, բայց նախորդ տարիներին ես ուսումնասիրել եմ ու շատ քիչ է եղել, որ ու չի եղել, որ ես ասեմ անարդար է կալենդարը, ինչի համար, որովհետև նախկինում կար այսպիսի սկզբունք, ինչ որ մի ամսի, եթե Ալաշկերտն էր շատ խաղեր անցկացնում, հաջորդ ամիս դա անցկացնում էր Ուրարտուն, հաջորդ ամիս Փյունիկը, այդպիսով արդարության սկզբունքը պահվում էր։ Իրոք այդպես է եղել, իրենք ինչ-որ բանաձևերով դա իմ գործը չի հաշվարկում էին, բայց ես հիմա որ նայում եմ ամբողջ առողջության ընթացքում ոչ մի այլ ակումբ, ոչ մի այլ թիմ այսպիսի կալենդար վստահ եմ, որ մինչև առողջության վերջը չի ունենալու։ Ու դրա համար ես հիմնավորված ասում եմ, որ դա անարդար է մեր նկատմամբ։ Երկրորդը
Ես նույնպես ինչպես եւ դուք, ինչպես եւ մեր ֆեդերացիան կողմ եմ, որ այո, մեր հայկական ֆուտբոլին ինչքան հնարավոր է ընդառաջենք, որպեսզի Եվրոպայում հասնենք հաջողության։ Բայց ինչ է ստացվում, այն փաստը, որ Արարատ Արմենիայի վիճակը պետք է թեթևացնեինք, որ իրանք խաղային Եվրոգավաթներում, Արարատ Արմենիան որոշեց, որ մեր խաղը հետաձգենք, դե մենք էլ հա հետաձգենք, հիմա այդ ամեն ինչը կոտրվում է իմ գլխին։ Դա պրոֆեսիոնալ է։ Իհարկե ոչ։ Հետևաբար պետք է ընտրել ճիշտ համակարգ, կամ ընդհանրապես չենք հետաձգում, կամ այդ հետաձգելուց հետո, երբ որ խաղ եք նշանակում, նորից մի հատ հարցրեք մրցակցին, համաձայն եմ ես խաղամ այդ խաղը այդ ժամանակահատվածում, թե ոչ։ Եթե ինձ հարց տային, ես միանշանակ կպատասխանեի, որ ոչ, որովհետև նմանատիպ կալենդար 20 օրվա մեջ 6 խաղ, ես չգիտեմ։ Սա միտում է Ալաշկերտի դեմը, թե ուղղակի թափթփված Բացարձակապես ոչ մի միտում չկա վստահ։ Բացարձակ 100% վստահ եմ, ոչ մի միտում չկա։ Պարզապես մի քիչ առաջ նորից եմ ասում, մենք ղեկավարության հետ քննարկում ենք, ես իմ կարծիքն ասացի, որ մենք երբ ստացանք այս կալենդարը, մենք այդ ժամանակ պետք է արձագանքեինք ու ասեինք, Ժողովուրդ ջան, մի րոպե, էս ի՞նչ է։ Հասկացանք, ընդ Եվրոգավաթից խաղ անեցիք, բերեցիք, դրեցիք, բայց մի հատ կարծիք կարաք հարցնենք։ Մենք էլ ենք մարդ, մենք էլ ենք խաղին պատրաստվում, ֆուտբոլիստներն էլ են մարդ, առողջություն գոյություն ունի։ Ամեն դեպքում արդեն մնացել է մի խաղ, պատվով դուրս են գալ այս իրավիճակից, բայց մյուս անգամ արդեն լրիվ ուրիշ կերպ կարձագանքենք, որովհետև ես ասում եմ, եթե մի ինչ որ մի ակումբի ընդառաջում են, որ իր Եվրոգավաթների խաղերը լավ խաղացտեղ էլ միավոր չկորցնի, ուրեմն այն ակումբին, որից որ այդ խաղը վերցնում հետաձգում են, պարտավոր են բանի տեղ դնեն, հարցնեն, երբ դնենք այդ խաղը կամ դնում ենք այս ժամանակահատվածում, ձեզ օքեյ է թե չէ։ Այն էլ այն դեպքում, երբ որ չգիտենք ինչ կլինի մրցաշրջանի վերջում, բայց մենք պայքարում ենք ամեն միավորի համար այս բանին։ Թեպետ բոլորն են պայքարում ամեն միավորի համար։ Ձեր ասուլիսները եւ նայում էի հիմնականում հետ խաղյալ հաճախ տեսնում էի, որ ընդվզում եք, բողոքում եք ինչ-որ անարդարություններից, տարբեր տարիների դրվագներից։ Այս տարի ըստ ձեզ արդարություն կա Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ավելի քան համեմատած նախորդ տարիներին։ Չեմ հիշում, թե որ ասուլիսների հետ եք։ Օրինակ Նոայի խաղին։ Նոայի խաղին ես չեմ բողոքել ինչ որ մրցաշարային կալենդարի կամ ինչ որ մի թիմի առավելություն տալու։ Մրցավարությունից ես դժգոհել եմ Նոայի խաղի ոչ թե մրցավարական որոշումների պատճառով, այլ մրցակցին կարգի հրավիրելու պատճառով։ Երբ որ մրցակցի մարզչական խումբը, որը որ հիմա այլևս այստեղ չի գտնվում, առաջի րոպեից երբ խաղը սկսում էր մինչև վերջի րոպեն, ամենավերջին հայհոյանքները թափում էին մրցավարների գլխին կամ մրցակիցների։ Դուք բողոքում եք, որ չէին արձագանքում, իհարկե, միանշանակ։ Հիմա բալանսավորվել է ամեն ինչ։ Հիմա այդպես մարզիչներ չկան, հիմա առողջությունը շատ հանգիստ է։ Ես էլ ոչ մեկից չեմ բողոքում, փառքաստուր բոլորը տեսան դա Վահե Գևորգյանից չէր այդ ինչ որ 3 խաղանոց հատված եղավ, անընդհատ մենք Նոայի հետ խաղացինք ու անընդհատ ինտրիգներ եղան այդտեղ, բայց ես ընդհանրապես արձագանքել եմ իրանց արած քայլերին։ Հիմա ինչու ոչ մի խնդիր չի առաջանում մնացած թիմերի մարզչական շտաբերի հետ բացարձակ ամեն ինչ նորմալ է։ Երբ որ կլինի կտենանք մրցավարների ինչ որ դասեր քաղել են այդ ամենից թե չէ։ Դուք ասում եք էմոցիոնալ եք եւ պրինցիպիալ, ձեզ անձնիվ համարում եք։ Փորձում եմ ամեն կերպ, եթե ես ուրիշներից պահանջում եմ արդարություն, ազնվություն, ես պարտավոր եմ դա պահել, թե իմ ներքին խոհանոցում թիմում, թե ընդհանրապես հենց նույն հարցերի շուրջ։ Օրինակ, եթե ես Եվրոգավաթի համար խաղ հետաձգեմ, հետո հաշվի կառնեմ իմ մրցակցի կարծիքը ու եթե ֆեդերացիայի հետ քննարկման գնամ, միանշանակ կդնեմ այնտեղ, որտեղ իրանց հարմար է։ Ես Արարատ Արմենիայի դեմ ոչ մի բան չունեմ, այստեղ իրանք դիմել են, մենք ֆեդերացիան մեզ զգուշացրել է, հետաձգել են, հետո մեզ ասել են այս ժամանակահատվածում խաղում եք, ես չեմ կարծում, որ ոչ այն կողմը միտում չի եղել։ Բայց ես ասում եմ ճիշտ ձևը որն է։ Պետք է հաշվի առնվի, դա եռակողմ համագործակցություն է։ Իսկ ձեզ կոնֆլիկտային համարում եք։ Համարում եմ, որովհետև եթե մի մարդ նկատում է անարդարությունը ու խոսում է, ինքը չի կարող կոնֆլիկտների մեջ չհայտնվի։ Ցավոք սրտի, այն աշխարհում այն ժամանակահատվածում որ մենք ապրում ենք։ Միգուցե միշտ աշխարհը սենց եղել, բայց հիմա նյութական շահը շատ է զարգացել, քան առաջներում ու հիմա արդարությունը ընդհանրապես չգիտեմ որ պլան է մղվում անդադ։
Ուղղակի շատ դրվագներ են եղել, երբ մրցակից մարզիչների հետ եք ունեցել կոնֆլիկտ, ինչ։ Չեմ կարծում, որ շատ են եղել։ Ես այդպես չեմ կարծում։ Պարզապես մեր հայկական ֆուտբոլային իրականության մեջ այդ կոնֆլիկտները շատ ուռճացվում ու շատ մեծ ուշադրություն է դարձվում դրանց։ Երբ երկու մարզիչ խաղից հետո արդեն լուրջ կռիվ Խաղից հետո, խաղից առաջ, խաղի ընթացքում մի հատ նայեք եվրոպական ֆուտբոլում ի՞նչ է կատարվում։ Եկեք մի հատ տեսնենք Գվարդիոլա, Մոուրինյո, Սիմեոնե կամ չգիտեմ, էլի լիքը անում են, Անտոնիո Կոնտե։ Կոնֆլիկտային մարզիչների մոտ է, բայց դա վատ չէ, շատ հաճախ կոնֆլիկտի։ Ես չեմ ասում դա վատ է, ես ասացի, որ չի լինի առանց այդ կոնֆլիկտների, բայց ես չեմ կարծում, որ ես շատ եմ ունենում կոնֆլիկտներ մրցակցի մարզիչների հետ։ Միգուցե 2-3 դեպք հիշենք ընդհանուր իմ կարիերայի ընթացքում, թե չհիշենք նույնիսկ։ Ըստ ձեզ այդ կոնֆլիկտային իրավիճակները բերել են ինչ որ ճիշտ արդյունքի, տեսնելով ձեր ասած անարդարությունները։ Կարծում եմ, եթե մենք վերջին դեպքը քննարկենք, հենց կապված այդ պորտուգալական խմբի հետ, մարզչական, կարծում եմ, հա, բերեց արդյունքի, որովհետև մրցավարները սկսեցին շատ խիստ վերաբերվել արդեն։ Մրցավարները երևի չգիտեմ, ոմանք սկսեցին հասկանալ պորտուգալերեն այդ իրենց հնչեցրած բառերի իմաստը, որովհետև միանշանակ շատ անարդար է, երբ որ պորտուգալերեն իմ օգնականին հայհոյում են, մարդը հասկանում է պորտուգալերեն, պատասխանում է, ստանում է կարմիր քարտ, ասենք, որովհետև էմոցիաների տակ հայերեն էլ է հայհոյում։ Մարդկանց բացատրում ենք հայհոյանքը, դա հայհոյանքը, վիրավորանքը, այդ որ դուք չեք հասկանում իրանց լեզուն։ Իրանք մրցավարներն են հայհոյում։ Նման հարց չէի նախատեսել, ուղղակի ձեր ասելուց սակեց, ինձ հետաքրքիր է, քանի որ ասում եք դուք տաքարյուն մարդ եք։ 2006-ի աշխարհի առաջնության եզրափակիչ Իտալիա-Ֆրանսիա խաղին Զիդանի այդ լեգենդար արարքը, ըստ ձեզ արդարացված էր, թե նա պետք է իրեն զսպեր եւ խաղից հետո հարցերը լուծեր, որպեսզի թիմը չտուժեր։ Երկու տարբերակում էլ արդարացված կլիներ։ Դե հիմա այսպես արեց, Ֆրանսիան պարտվեց։ Մենք ոչ մեկս չենք կարող հասկանալ այդ պահին մենք ոնց կվարվեինք։ Դա պահի ազդեցության տակ, էմոցիաների ազդեցության տակ տեղի ունեցող դրվագ է, երբ որ իրան վիրավորում են, կա մեթոդներ կա, որ մարդիկ կան, որ չգիտեմ, խորը շնչի միջոցով մի քանի մետր մի կողմ գնալով, հա, ներկայիս սպորտային հոգեբանության մեջ շատ տենց աշխատող բաներ կան, որոնք որ հոգեբանները կամ մարզիչները խորհուրդ են տալիս ֆուտբոլիստներին, հիմա չի կարողացել այդ պահին զսպի, ուրեմն չի ստացվել, բայց մյուս կողմից էլ դա շատ խիստ անձնական, բոլորս գիտենք, վիրավորանք է եղել։ Դուք ինչպես եք ձեզ վերաաշխատում, քանի որ թիմը ձեզ է նայում, հա, որպես գլխավոր մարզիչ, նման օրինակ կոնֆլիկտային ունեք ինչ-որ հոգեբաններ, ում հետ աշխատում եք կամ թիմում, կամ ումից ինչ սովորում եք, թե ամեն ինչ գալիս է փորձի հետ։ Նախ ես արդեն երկար տարիներ է սկսել եմ ուսումնասիրել սպորտային հոգեբանությունը, սկսել եմ ուսումնասիրել բարձր մակարդակում աշխատող գլխավոր մարզիչների պահվածքը, նրանց մտքերը, նրանց հետ տեղի ունեցած միջադեպերը ու այո, չեմ թաքցնի, մեր պրոյեկտում կա նաև սպորտային հոգեբան, ով աշխատել է Միրչա Լուչեսկուի հետ, Իվիչի հետ, Բարսելոնայում մեծ փորձ ունի ու աշխատում ենք, որպեսզի ոչ միայն նմանատիպ դեպքերում, այլ ընդհանրապես ինտենսիվ շաբաթական երևի թե մեկ անգամ ամենակիչը ունենում ենք մենք փորձի փոխանակում ասեմ կամ սեմինար ասեմ, թե մարզչական կազմի հետ կապված, թե ֆուտբոլիստների հետ կապված, ու ես համարում եմ, որ դա միայն օգուտ է, ինչ վերաբերվում է իմ պահվածքին, նմանատիպ դրվագներից հետո միանշանակ ես ոչ թե ինքս ինձ քննադատում եմ, այլ ես իմ ֆուտբոլիստներին բացատրում եմ, որ օրինակ լավագույն տարբերակը չէր իմ քայլը, լավագույն տարբերակը կլիներ զսպվածությունը ու մյուս քայլը, ասենք ուրիշ ձև պատասխանելը, որը որ չէր բերի ինձ կարմիր քարտի, հեռացման, հետո մի քանի խաղ զրկվելու, որովհետև վերջին հաշվով նմանատիպ դրվագներում տուժում է ֆուտբոլը ու եթե նմանատիպ դրվագներում այդ կարմիր գիծը մի հատ անցել ես, հանկարծ երկրորդն էլ անցնես, ավելի վատ բաներ կարան տեղի ունենան,
չգիտեմ, Աստված ոչանի բռնություններ եւ այլ, մենք տեսնում ենք, որ լինում է ֆուտբոլում տես բաներ, ինքը շատ էմոցիոնալ սպորտաձև է, հատկապես տղամարդիկ երբ որ խաղում են ու լինում է որ ծեծ կրտուքի էլ է հասնում։ Միանշանակ դեմ եմ այդ ամեն ինչին, բայց ինչպես Զիդանի դրվագում, այնպես էլ հենց իմ պարագայում էլ այդ պահին լավ կլինի, որ դու կարողանաս ուրիշ կերպ լուծես հարցը, բայց հարցեր կան, որոնք որ պահանջում են նման արձագանք։ Երբ առաջնությունը սկսվում էր, այսպես համատարած կարծիք կար, հա, որ Նոան այս տարի մրցակցություն չի ունենալու, հաշվի առնելով նրանց ներուժը, բյուջեն եւ այն, որ թիմը արդեն ստաբիլ 2 տարի կարողանում է դուրս գալ կոնֆերենցիաների խմբային փուլ, բայց առաջի ամիսը մի քիչ այլ պատկեր ստացվեց։ Դա ինչ է կարծում, կապված է նրա հետ, որ Նոան ամեն դեպքում 2 ֆրոնտով է պայքարում, թե ուղղակի մրցակցությունը այս տարի ավելի ուժեղացել է։ Նոան անցած մրցաշրջանում էլ էր 2 ֆրոնտով պայքարում։ Ոչինչ չունեմ նախորդ մրցաշրջանում աշխատող մարզիչների դեմ, նույնիսկ շատերը մնացել են։ Կարամ չեմ ուզում անուններով ասեմ, թիմ կա, որի մարզիչը որ չի փոխվել մնացել է, բայց այդ թիմը ավելի մարշական թիմ է դարձել։ Այս տարի բոլոր թիմերը մրցունակ են դարձել։ Բոլոր թիմերը այս տարի մրցունակ են, ինչ որ մի բան չի ստացվում առայժմ Արարատի մոտ, բայց հաստատ ստացվելու է, որովհետև որ մենք նայում ենք, հենց վերջին խաղը իրենց Նոայի դեմ 10 հոգով պայքարեցին մինչև վերջի րոպեն 11 մետրանոցը նշանակվեց։ Իսկ այդ 11 մետրանոցի մասին ինչ կասեք։ Ես մրցավար չեմ, այդ մասնագիտական որակը իմ մոտ այդքան բարձր չի, խաղը վարում էր մրցավարներից ամենափորձառու մրցավարներից ու հետո վառ գոյություն ունի, եթե նշանակվել է իմ կարծիքով ինչ որ հստակ բան տեսան, որ նշանակեցին էլի, այնտեղ ձեռքի շարժում կա, ես գիտեմ, որ այդտեղ մեկնաբանում են, որ շատ կարևոր է ֆուտբոլիստը գտավ ձեռքը, թե ձեռքը գտավ, այդ երևի ավելի լավ է թողենք իրենց, որտեղ ես միշտ մրցավարական որոշումները մեկնաբանելուց խուսափում եմ, քանի որ ես ունեմ կարծիք, բոլորի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, որ նույնիսկ FIFA-ի, UEFA-ի մակարդակով ամբողջ աշխարհում մրցավարական օրենքները մշակվում ու գրվում են այնպես, որ ամեն օրենք մրցավարները կարողանում են 10 ձևի տրակտովկա անեն ու մեկը իրանք ճիշտ են դուրս գալու։ Այսօրվա դրությամբ մենք տենում ենք Կուկուրելիայի ձեռքը մի քանի ամիս հետո են ասում, որ դա ձեռք չէր, հետո օրենքներ են փոխում, հենց որ ավելի լավ է չմեկնաբանեմ, որտեղ դա անշնորհակալ գործ։ Ամեն դեպքում Արարատն էլ գալու է նրան, որ մրցունակ է լինելու։ Մնացած բոլոր թիմերը շատ մրցունակ են։ Ամեն թիմ մյուսին կարող է հաղթել։ Ու Նոայի միավորներ չհավաքելու պատճառներից մեկն էլ դա է։ Գումարած նրան Նոան ներքին առաջությունում նորմալ է միավորներ հավաքում, այնտեղ եթե չեմ սխալվում, պարտություն ունի 1 ու 1 ոչ ոքի ուրիշ կորցրած միավորներ չունի։ Իսկ ով էր ասում, որ Նոան պետք է անդադար հաղթելով շարժվի առաջ։ Անցած տարի էլ ունեին պարտություն ու ոչ ոքի։ Ես շատ լավ հիշում եմ, Արարատին պարտվեցին, հետո եկան մեր այդ Չարենցավանում, իդեպ մենք 10 հոգով մնացինք, Վանի հետ ոչ ոքի խաղացին, գնացին։ Պարզապես մեր ֆուտբոլային իրականության մեջ անընդհատ սպասելիքները գնալով աճում են։ Մեկ էլ մի քիչ խաղաոճ է փոխվել, ու այդ աժոտաժը չկա էլի, այդ իրանց մարշչական շտաբը նախքին շատ անհանգիստ, sense իմպուլսիվ տղաներ էին, իսկ ես մարզիչը շատ հանգիստ է, դրա համար այդ աժոտաժը ոնց որ չի զգացվում։ Դուք դուրս մնացիք պայքարից Գավաթի հետ խաղում, բայց ֆավորիտն եք, ինչպես ստացվեց։ Նախ չեմ կարծում, որ մենք ֆավորիտն էինք։ Իմ համար ֆավորիտն էին։ Գանձասարի հետ, Գանձասարի դաշտում, Գանձասարը շատ ամուր թիմ է ու ընթացքում կտեսնեք, շատ լավ ֆուտբոլ են սկսել խաղալ, շատ լավ ֆուտբոլիստներով են համալրված, համ փորձառու, համ երիտասարդ։ Միտքը այսպիսին էր, մենք անցած մրցաշրջանում ճիշտ է թիմի անունը Ալաշկերտ Չերվան էր, բայց բոլորս էլ գիտենք այդ պրոյեկտի տեղափոխության մասին։ Մենք անցած մրցաշրջանում մնացինք պայքարի մեջ մինչև վերջի 2 տուրը համ առաջությունով Եվրոգավաթների համար, այսինքն 4 տեղի շանս ունենք, համ հասանք մինչև կիսաեզրափակիչ Գավաթի։ Այսինքն 2 ֆրոնտով պայքարեցինք ու երկուսից զրկվեցինք։ Մենք Գավաթից դուրս մնացինք, չմտանք եզրափակիչ ու ընդեղ էլ 2 միավոր չհերիքեց։ Հետևաբար դա նենց չի, որ ես չէի գիտակցում, իդեպ ես ունեցել եմ տենց փորձ, որ զոհաբերել եմ ինչ-որ մի բան, որ հասնեմ այդ տիտղոսին, Գավաթը մենք նվաճել ենք այդ միջոցով նորավանքի ժամանակ,
Հետևաբար այս տարի ես թիմին ասացի, մենք ունենք ֆուտբոլիստներ, ունենք քանակ համապատասխան ու մենք պետքա խաղանք երկու ճակատով։ Եթե մենք արժանի չենք երկու ճակատով էլ հաջողության հասնելու, ուրեմն ավելի լավ է հենց հիմիկվանից այդ ամեն ինչ ներևա։ Գնացինք ռոտացիայի, մենք ունենք որակյալ երիտասարդ տղաներ, որոնք որ ամեն մեկը իր պատանեկան հավաքականից, չգիտեմ, մեկը մինչև 17-երի, մեկը մինչև 10-ների, մեկը մինչև 20-ների, ես հնարավորություն տվեցի նրանց շատերին հաղադաշ դուրս գալու ու դրանով հասկանալու, որ մենք իզորով ենք պատրաստ ենք երկու ճակատով մինչև վերջ խաղալու, թե ավելի լավ է, եթե ինչ-որ մի բան պիտի տեղի ունենա, թող հիմա տեղի ունենա։ Լոգիկան շատ պրիմիտիվ էր, շատ պարզ էր։ Խաղացին, ես չեմ ասում, որ մենք թույլ էինք ավելի, բայց այնպես ստացվեց, որ խաղավերջում գոլ բաց թողեցինք ու դուրս մնացինք։ Միգուցե այդպես ավելի ճիշտ է, եթե մենք արժանի չենք, չունենք այդ նստարանը, այդ խորությունը երկու ճակատով խաղալու, այդպես թող լինի, հետո մեկ ֆակտոր էլ շատ կարևոր, մենք արդեն դա քննարկեցինք, 20 օրվա մեջ 6 խաղ, ես պարտավոր եմ ռոտացիայի գնալու։ Արդեն ասացիք, որ Վանի այդ նույն պրոյեկտն է, հա, Ալաշկերտում, ինչ է ավելացել ավել, երևի բյուջեն, հա, եւ ամբիցիաները մի քիչ, չեմ կարծում, որ Վանի արչեւ ի սկզբանե դրված էր մրցանակային առաջին երկրորդ տեղերը, իսկ Ալաշկերտը երևի ավելի ամբիցիոզ պրոյեկտ է։ Նախ բյուջեի մասով ես չեմ կարող պատասխանել, որովհետեւ ես պատասխանատու չեմ, կարող եմ Բայց ես ավելի մեծ հնարավորություններ են ձեռված տրանսֆերային շուկայում։ Օրինակ դուք հետևում եք Հայաստանի առողջությանը, եթե մենք նայում ենք մեր անցած մրցաշրջանի թիմին ու այս մրցաշրջանի թիմին, շատ բան է փոխվել։ Ես նկատի ունեմ խաղացողների առումով տրանսֆերային շատ բան է փոխվել։ Ակումբը որպես ակումբ հիմա ավելի կազմակերպված է գործում, ավելացել են հաստիկներ, օրինակ փոխնախագահ Տիգրան Մկրտչյան ավելացրել է սպորտային տնօրենի հաստիկ, սկաուտների դեպարտամենտ, ավելացել է գլխավոր տնօրենը ուրիշ եկել, մեդիա բաժնում են ավելի փոփոխություններ արվել, այսինքն ակումբի կառույց որպես փոփոխությունները շատացել են։ Հիմա խոսենք արդեն ամբիցիաների մասին։ Ամբիցիաները մեծանում են, երբ որ թիմը ուժեղանում է։ Իմ թիմը ուժեղ թիմ է եղել, իմ ֆուտբոլիստները շատ ուժեղ ֆուտբոլիստներ են, բայց մենք պետք է հասկանանք, մենք իզորու ենք պայքարել այն թիմերի հետ, որոնք ունեն երկու կազմ, որոնք ունեն շատ լավ ենթակառուցվածքներ։ Իհարկե, որպես գլխավոր մարզիչ, ես խաղում եմ ամենաբարձր տեղերի համար, իմ ֆուտբոլիստներն էլ խաղում են ամենաբարձր տեղերի համար, բայց մեր առաջադրանքը չի կարող փոխվել, եթե սեպտեմբերի 8-ին մենք վաճառում ենք կենտրոնական պաշտպան ու ընդհանրապես թիմի լիդերներից մեկին։ Մենք, եթե չեմ սխալվում, 8-ին վաճառքը եղավ, թե երբ էր Նոայի խաղից հետո ինսայդերական բան տարածվեց, որ Ջուլիան Բատիոնոն վաճառվել է։ Հիմա դուք ո՞նց եք մտածում, թիմ, որը որ իր առջև դրել է բարձր նպատակներ, բարձր հորիզոնականներ զբաղեցնելու, նման քայլի գնա, թե չպետք է գնա։ Եթե գնա, տեղը պետք է ֆուտբոլիստ գա, թե չպետք է գա։ Հետևաբար մենք պատրաստվում ենք խաղից խաղ, մենք ամեն խաղի դուրս ենք գալիս հաղթանակի համար։ Ես իմ ֆուտբոլիստներին շատ գոհ ու շնորհակալ եմ, որ իրանք մինչև հիմա էլ բոլոր խաղերում շատ պատվով են ու բոլոր խաղերում էլ մենք հաղթել ենք, նույնիսկ կարելի ասել կային խաղեր, որ կարող էինք չպարտվել ու լրիվ նորմալ իր հունով գնում է, երբեք չի կարելի ակումբում կամ թիմում ֆարսիրովկե քանել, պապական խոսք կա, մենք մեր ոտերը պետք է միշտ մեր վերմակի չափով մեկնենք, հետո մեկ էլ հա մի անգամ ինձ մոտ ստացվել է ինչ-որ տենց նորավանքով գալ հասնել հաջողության, երևի շատ մարզիչներ իմ տեղը տենց խփեին իրանց կրծքին բռունցքներով կասեին ես, բայց երբ որ մենք ղեկավարության հետ էինք քննարկում կամ երբ որ ես իմ գոլեգաների հետ իմազերծում եմ, ասում եմ կա շատ հանգամանքներ կողքից, որոնք որ բերում են այդ հաջողությանը։ Ամեն տարի չի որ դու դա կհաջողես։ Ու եկեք սպասենք, տենանք մեկ էլ երբ նորավանքի նման այդ բյուջեով թիմ կամ չգիտեմ, այս բյուջեն, որ մենք ունենք ու այս ֆուտբոլիստները երիտասարդ, որ մենք ունենք, կարող են հասնել ինչ-որ տիտղոսի։ Դա շատ հազվադեպ է լինում։ Դրա համար թե Վանում, թե Ալաշկերտում մենք մեր սպասելիքներն ու ամբիցիաները ինչքան կարանք պետք է զսպենք։ Ես կարամ ունենամ սպասելիքներ որպես գլխավոր մարզիչ իմ ֆուտբոլիստների հետ միասին։ Մնացածի սպասելիքները
այնտեղ երկրպագուների եւ այլ ես պարտավոր եմ միշտ հնարավորինս զսպեմ, որտեվ իմ ֆուտբոլիստների վրա ճնշումը պետք է հնարավորինս քիչ լինի։ Երիտասարդ ֆուտբոլիստները այս կազմից շատերը նույնիսկ պրոֆեսիոնալ մակարդակում դաշտ դուրս չեն եկել, ոնց կարելի է այս ֆուտբոլիստներից, չգիտեմ, ինչ-որ հրաշքներ սպասել։ Շատ հանգիստ ասացիք գլխավոր ֆուտբոլիստներից վաճառքի մասին, բայց այսպես խոսակցություններ կան, որ շատ ծանր եք տարել։ Մրցաշրջանից առաջ կարևորագույն ֆուտբոլիստի կորուստը։ Չգիտեմ որտեղից է ձեզ այդ խոսակցությունները։ Ֆուտբոլային աշխարհը փոքրիկ է։ Հա, կա տես բան, որովհետև նման դա ես համարում եմ գործնական աշխատանքային process, բայց միանշանակ ես այն գլխավոր մարզիչ չեմ, որ բոլոր որոշումների հետ կհամակերպվեմ։ Մենք արդեն ունեցել ենք խոսակցություններ, ունենալու ենք խոսակցություններ ու միանշանակ ես շատ լավ եմ գիտակցում, թե ինձ համար որ վեկտորն է ավելի ձեռնտու իմ հետագա կարիերայի զարգացման համար։ Այսօր այդ ամեն ինչը ղեկավարում է Տիգրանը Մկրտչյան, մեր հարաբերությունները շատ մտերիմ են, բայց երկուսս էլ պրոֆեսիոնալներ ենք, ու երկուսս էլ գիտակցում ենք, որ ինչ արվում է ընդհանուր գործի համար արվում։ Դրա համար ես որպես գլխավոր մարզիչ իմ ամբիցիաների առումով գնացի զիջման, բայց դա չի կարող անընդհատ պարբերաբար կրկնվել։ Ու հետեւաբար երևի թե ձեզ նույնպես խոսակցություններ են հասել, որ Ալաշկերտը շատ բարձր տեղերի համար է իրան տենց նպատակներ դրել, առաջադրանքներ դնել։ Ես պարզապես թույլ չեմ տա որպես գլխավոր մարզիչ, որ նմանատիպ պայմաններում իմ դեմ տենց առաջադրանքներ դնեն։ Ես ոչ թե ուզում եմ ինձ ապահովագրեմ, այլ ամեն ինչ շատ պարզ է, ու չեմ էլ բողոքում մեր պրոյեկտից, չեմ բողոքում գործընթացից, պարզապես դուք հարց տվեցիք, ոնց որ մենք պարզաբանում ենք։ Եթե ֆուտբոլիստը գնում է, ֆուտբոլիստի տեղը պարտադիր պիտի ֆուտբոլիստ կա։ Այլ կերպ դու չես կարող ասել, որ դու գոնե պահպանել ես քո թիմի ներուժը։ Այ ուրիշ բան կարող եմ ասել։ Ես շատ շնորհակալ եմ այն տղաներից, ովքեր մնացել են ու հիմա պայքարում են ու իրանք ապացուցում են, որ այդ բացերը իրանք լրացնում են իրանք անհամեմատ ավելի շատ աշխատելով դաշտում։ Ու դա վերաբերվում է իմ բոլոր ֆուտբոլիստներին։ Ու դա այդպես էլ կա, երբ որ այդ խոսակցությունները սկսվեցին, իմ ֆուտբոլիստներից առաջատարներից ինձ եկան ավագը, ուրիշներ ու ասացին մենք քեզ խոստանում ենք, Կարեն Նալբանդյան լեգիոներներից էլ, հայերից էլ, ասին մենք քեզ խոստանում ենք, որ մենք կանենք ավելին, որ այդ բացը չի երևա։ Դու կտենաս, որ թիմը չի թուլանա, այսինքն նույն կերպ արի շարունակենք, մոտիվացված առաջ շարժվենք, այսօր տենում եմ, որ այդ տղերքը իրանց խոսքի տեղն են։ Ու դա ամենակարևորն է իմ համար, առհասարակ իմ համար ամենակարևորը, որ իմ թիմը միշտ ամեն խաղի 100%-ով իրան դնի դաշտում։ Գիտեք, այսպես որ զրուցում ենք, ես միշտ այսպեսին էի պատկերացնում ձեր մտքերով եւ անկեղծ լինեմ, երբ դուք առաջին անգամ գլխավորեցիք Ալաշկերտը, ինձ թվում շատերի համար շատ տարօրինակ էր, որովհետեւ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն ժամանակ Ալաշկերտում աշխատելը արկածային խնդրություններ, հաշվի առնելով այդ մարզիչների ռոտացիան։ Ինչ է ձեզ դրդեց։ Իհարկե առաջին խմբում թիմի հետ աշխատելը պատվաբեր է, բայց դուք գիտեմ նաև առաջարկներ ունեք այլ ակումբներից։ Ինչու գնացիք Ալաշկերտ, այն Ալաշկերտը։ Նախ այդ արկածախնդրությունը ինչ որ տեղի է ունեցել կամ այդ ռոտացիան մարզիչների, ես չեմ կարող ասեմ դրա հիմքում ինչն է հնգած եղել։ Պարոն Նավոյանի հետ մինչև հիմա էլ շատ լավ հարաբերությունների մեջ ենք, երեք էլ տրիբունայից անհամբերիչով շնորհավորեց խաղը հաղթելու կապակցությամբ, շատ լավ հարաբերությունների մեջ ենք մենք ու տենց էլ կպահպանվի, ես այդ հատվածից հետո շատ լավ հարաբերություններով էլ բաժանվել ենք, իմ պայմանագիրը պարզապես վերջացել է, ես գնացել եմ, մենք նույնիսկ կարող ենք պայմանավորվել ու շարունակել, բայց ես գտա, որ իմ գնալու ժամանակն Ալաշկերտից առաջարկեց պարոն Նավոյանը, մենք նստեցինք, զրուցեցինք, ես իրեն բացատրեցի, ես ինչ տեսակ եմ տեսնում, որ պիտի լինի գլխավոր մարզիչը, ոնց եմ տեսնում, ոնց պիտի լինի մեր համատեղ աշխատանքը, նա ինձ խոստացավ, համաձայնվեց ու տարուկես մենք նորմալ իրար հետ աշխատեցինք, չեմ կարծում, որ ինչ-որ արկածախնդրության գնացի ես, առհասարակ մեր գործն է արկածախնդրություն,
Ալաշկերտը ինձ տվեց հնարավորություն աշխատել, որը որ մինչև այդ ես չէի ունեցա այդ փորձը, աշխատել բարձր վարձատրվող ֆուտբոլիստների հետ։ Ալաշկերտը ինձ տվեց հնարավորություն խաղալ Եվրագավաթներում, որը մեծ փորձ է, ու ես կարծում եմ, որ մեր առաջին մի տարվա կատարած աշխատանքը հաջողված կարող եմ համարել։ Այ վերջին 6 ամիսը մենք չկարողացանք առաջատարներին պահել թիմում։ Նոան մտավ արդեն որպես նոր խաղացող ասպարեզ, Չանչարևիչի գնաց, ուրիշ ֆուտբոլիստներ, ուրիշ թիմեր գնացին, չկարողացանք արդեն մեր ունեցածով համարժեք պայքար առաջարկենք ու դուրս մնացինք Եվրոգոտուց։ Ես գտա, որ պետք է հեռանամ։ Այդքան բան, շատ լավ օրեր ունեմ Ալաշկերտի հետ անցկացրած, նաև նախկինում, հիմա էլ շատ լավ օրեր եմ անցկացնում։ Նաև ձեր նշված թիմերից երևի հայկական ակումբային պատմության ընթացքում տասնյակ թիմեր են եղել, որ սնկների պես հայտնվել եւ անհետացել են, բայց ամենա այսպես երևի տարօրինակ ու տխուրը եղավ Նորավանքի պատմությունը, եւ եթե չեմ սխալվում, իջև մա ձեր Facebook-ում Նորավանքի նկարն է, չէ՞, գավաթը հաղթելու, թիմը հենց առաջին տարին այդպիսի հաջողության հասավ եւ միանգամից փակվեց։ Դե հիմնական պատճառը Եվրագավաթներին թույլ տալու այդ լիցենզիան չստանալն էր, բայց երբ դուք աշխատում եք, երբ դուք արդեն գավաթ հաղթեցիք, կային այսպիսի կասկածներ, որ հնարավոր է սա երկար պրոյեկտ չլինի։ Չէ, չկար, շատ ծանր տարանք մենք այդ փաստը, թե ես որպես մարզիչ իմ անձնակազմով, թե ֆուտբոլիստները, ասեմ ավելին, այդ լուրը ստանալուց 2 շաբաթ առաջ ես շատ շահավետ առաջարկ էի ստացել արտարքրից ու միանշանակ մերժել էի, որովհետև մենք գավաթ էինք հաղթել, մենք պատրաստվում էինք ու ես ունեի հələ մի տարի էլ պայմանագիր Նորավանքի հետ ու մերժել էի 2 շաբաթ հետո տենց պատահաբար իմ համար նստած էի, սեփականատերը զանգեց, ասաց մենք որոշել ենք էլ չշարունակենք։ Էլ չենք խաղում։ Իրանք շատ լավ մարդիկ էին, շատ։ Ես 2 տարի իրանց հետ աշխատեցի, բոլոր խոստումները կատարել են, ամեն ինչ շատ ստաբիլ է եղել։ Երբ ես հարցրեցի պատճառ կամ ինչ ենք ասելու լրագրողներին, մեդիա հարթակին, ինձ հարցնելու են, դուք մնալու եք այնտեղ, ինձ հարցնեն, ասաց չեմ ուզում ներդրում անեմ ու վերջ։ Թե ինչն էր պատճառը, մինչև հիմա էլ ես չգիտեմ։ Իրենից ես չեմ լսել, որ պատճառը Եվրոգավաթներին չմասնակցելն էր։ Միգուցե նեղացան, բայց դե օֆիցիալ այդպես հայտարարվեց, բայց օֆիցիալ դե որ Նորավանքը դատի տվեց եւ պարտվեց, չէ։ Նորավանքը դիմեց կաս, ես հիշում եմ այդ իրավաբանի հետ խոսակցությունները, ինչ հիմքեր էր ինքը բերում, բայց ես եկեք այսպես ասեմ, Նորավանքը երբ որ որպես պրոյեկտ հիմնադրվում էր, պրոյեկտը այսպես էր քննարկվում։ Առաջի տարին պարզապես կայանանք առաջի լիգայում, երկրորդ տարին դուրս գանք բարձրագույն խումբ, երրորդ տարին բարձրագույն խմբում կայանանք։ Մենք երկատարեցինք մեր պլանը, երկրորդ տարում անմիջապես գավաթ հաղթեցինք, դե ինչ խնդիր կար, կարենք մտածեինք, որ ընդամենը նոր դուրս եկանք բարձրագույն խումբ։ Չեմ կարող, իրոք չեմ կարող պատճառը ձեզ ասել, որտեղ ես էլ չգիտեմ, շատ տարօրինակ էր ինձ համար։ Իսկ ինչ եղավ Նորավանքի ինֆրաստրուկտուրայի հետ, մարզադաշտը կառուցված, ենթակառուցվածքները։ Գաղափար չունեմ։ Մարզիչներ, հետաքրքիր է, մարզիչներ կան, որոնք օրինակ իրենց լավ են զգում, այսպես կրթելով, հա, աշխատելով երիտասարդ ֆուտբոլիստների հետ, հասցնելով մինչև մակարդակի։ Մարզիչներ կան, որոնք հիմնական ավելի շատ այդ լեգիոներական ակումբների հետ են սիրում խաղալ։ Ձեր երազած ակումբը ինչպիսին է, ձեր երազած ոճ աշխատանքի։ Ես չգիտեմ, դա կարծրատիպ եմ համարում, որ կան մարզիչներ, որոնք որ լեգիոներական են ուզում խաղան, ու կան մարզիչներ, որոնք հայերով են ուզում խաղան։ Անցյալ մրցաշրջանում ավելի շատ էին օտարերկրացիների իմ թիմի կազմին դուրս գալիս, քան այս մրցաշրջանում։ Նախ առաջինը դա կապված է սելեկցիայի հետ։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ մի մարզիչ, որը որ նորմալ հասկանում է ֆուտբոլից, լեգիոներին խաղացնի, եթե ամեն սկզբունք արդար է, չխաղացնի հայազգի ֆուտբոլիստին։ Այս քննարկումը անընդհատ տենց գնում է էլի տարիներով։ Ես չի եղել լիմիտ,
իմ հայ ֆուտբոլիստը գերազանցել է, ես խաղացրել եմ հայ ֆուտբոլիստին։ Հիմա կա լիմիտ, 3 հոգանոց լիմիտ կա խաղադաշտում։ Ես անձամբ դեմ եմ գնացել լիմիտին, որպես մարզիչ, երբ որ ինձ հարց են տալիս, ասել եմ ես դեմ եմ, բայց ես այսօր 6 հայ ֆուտբոլիստ եմ դուրս բերում խաղադաշտ։ Եթե չեմ սխալվում, ընդամենը մի խաղ եղել է, այդ Գավաթի խաղն եղել, որ մենք 5 հայով ենք դուրս եկել դաշտ։ Ով հաղթում է կոնկուրենցիան, նա պետք է խաղա։ Արհեստական բաներ ստեղծելով չի էլի։ Ինչ վերաբերվում է կրթելուն, լավ, Իզուչոկ Վոկոնկվո, Ջոն Բատիգի, Ժուլիեն Էյմարդ Բատիոնո, Ջոն Էմանուել մի տարվա մեջ մի հատ ակում ցույց տվեք Հայաստանում, որ այդքան ֆուտբոլիստ Իզուն գնաց Սլավիա, Բատիոնոն Սլովակիա, Ջոնը Բոցևում է հիմա, Բատիգին հիմա Դանիայում է։ Դա կրթել չի։ Ես կնախընտրեմ արդյունքը, թե ֆուտբոլիստին կընտրելը, կնախընտրեմ արդյունքը։ Եթե հարցի իմաստը ես կնախընտրեմ արդյունքը, ես կնախընտրեմ տիտղոսը, բայց ես հասկանում եմ, որ արդյունքի հասնելու, տիտղոսի հասնելու համար ես պետք է կրթեմ իմ ֆուտբոլիստներին, ոչ միայն խաղադաշտում։ Հաշվի առնելով երիտասարդական հավաքականների արդյունքները, ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների, նաև ակումբներում սաների խաղալու քանակը, ինձ թվում է ակնհայտ է, որ ակադեմիաների սաների հնարավորությունները բարձրագույն լիգայում խաղալու գնալով քչանում են, բարձր ակումբներում։ Չեք կարծում, որ դա ինչ-որտեղ նաև խոչընդոտում է հայկական ֆուտբոլին։ Ուրեմն մենք անդադ խոսում ենք մեր այդ ակադեմիաների ֆուտբոլիստների հավաքականներից, բայց մենք չենք խոսում ինչի է տես դարել, մենք անդադ խոսում ենք, որ տեսեք Վրաստանը կարողացավ, հա իհարկե Վրաստանը կարողացավ, Հոլանդիան կարողանում է, Նիդերլանդները ու մատնացույց են կանում այն երկրներին, ովքեր կարողացել են։ 2012 թվականին Ռեալ Մադրիդի ակադեմիայի ղեկավարը մենք միասին Եվրոպայում սեմինարի էինք, ասաց քայլ առ քայլ ամեն տարի ահագնանում է համաշխարհային ֆուտբոլի նկատմամբ, մանկապատանեկան ֆուտբոլի նկատմամբ մարտահրավերների հզորացումը, շատ բացասական մարտահրավերների։ Կյանքը փոխվում է, կյանքը լրիվ փոխվում է դեպի գադջետները, կյանքի հետաքրքրությունները լրիվ փոխվում են, մարդիկ դառնում են այլևս ոչ այդքան շարժունակ ոնց որ առաջ էին, մարդիկ արդեն սկսում են աշխատել բանկային ոլորտներում, IT ոլորտներում, շարժունակությունը պակասում է ու այդ ամեն ինչը բերում է արդեն սերունդերի ֆիզիկական վատթարացման։ Այդ մարտահրավերները Հայաստանն էլ ունեցավ, բայց մենք ոչ մի բան չարեցինք այդ ուղղությամբ։ Մենք մենակ խոսում ենք այդ հավաքը, ես չեմ պաշտպանում ոչ հավաքականներին, ոչ հայ ֆուտբոլի ֆեդերացիային, ես երևի ամենաչքաղաքականացված ֆուտբոլային անձնավորություններից մեկն եմ եղել միշտ, բոլոր տարիների ընթացքում, բոլոր ղեկավարների ընթացքում, որովհետև դա իմ գործը չի, իմ գործը իմ ակումբի հետ իմ աշխատանքը տանելն է, բայց մենք թե ակումբային մակարդակում, թե ֆեդերացիայի մակարդակով այդ մարտահրավերների դեմ ինչ-որ բան արել ենք, որ այսօր պահանջում ենք, որ այդ տակից եկողները գան, մի հատ էլ գնան հավաքական, մի հատ էլ Պորտուգալիային հաղթեն։ Դուք աշխատել եք մանկապատանեկան ֆուտբոլում երկար տարիներ եւ եթե համեմատեք այն տարիների եւ հիմիկվա հնարավորությունները, արդյոք ավելի լավը չէ։ Ես արդեն որպես մարզիչ արդեն ունեցել եմ այդ պայմանները։ Այս աստիճանի չէր, օրինակ ես որ Փյունիկում էի աշխատում, Փյունիկում չկար արհեստական մարզադաշտ, անձրև էր գալիս, մենք էլ չէինք պարապում երեխեքի հետ, բայց բնականաբար երբ որ մանկապատանեկանում մենք ֆուտբոլ էինք խաղում, մեր պայմաններն էլ ավելի խայտառակ էր, կարմիր ավազի վրա ենք խաղացել, ասֆալտի վրա ենք խաղացել, աստիճանաբար դա լավանում է, դա նորմալ է, բայց մենակ պայմաններով չի լուծվում այդ հարցերը։ Ես 8 տարի աշխատել եմ հենց մանկապատանեկան ֆուտբոլում, այն ժամանակվա երկու լավագույն դպրոցներում, 4 տարի Փյունիկում, 4 տարի Բանանցում ու շատ լավ պատկերացնում եմ մանկապատանեկան ֆուտբոլը իր ամեն ինչով։ Իմ թիմերից Փառք Աստծո կան ֆուտբոլիստներ, որոնք հասել են մինչև նույնիսկ ազգային հավաքական, կան ֆուտբոլիստներ, որոնք որ խաղում են բարձրագույն խմբում, դա արդեն ցուցանիշ է։ Բայց շատ աշխատանքներ էլ այն ժամանակ էլ կար, որ պետք է արվեր ու չէր արվում։ Օրինակ մարզչական կրթելը մարզիչներին, ես
շատ քիչ էինք մենք վարձատրվում, բայց ես ամիսներով հավաքում էի, սպասում էի տվյալ սեմինարին, որ ես պետք է մասնակցեմ, ու իմ հաշվին գնում էի այդ սեմինարին, ես մասնակցում էի։ Ես մասնակցել եմ սեմինարների Պատրիկ ֆոն Լյուվենի հետ, Այմե Տորկալի հետ, Պեպեն Լենդերսի հետ, փորձի փոխանակում եմ ունեցել, ահա որ շատ բաներ եմ սովորել ես իրանցից։ Շատ քննարկումներ են եղել, ամեն ինչը վերցրել եմ, եկել եմ, կիրառել եմ, բայց կիրառել եմ մենակ իմ ֆուտբոլիստների հետ, որովհետև ես եղել եմ պարզապես մարզիչ։ Այդ մեկ մարզիչներին ճիշտ կրթելը մենք մարզչական։ Հիմա ես չգիտեմ ինչ բանի վրա, լեվելի վրա է այդ աշխատանքը։ Իմ ընկերներից շատերը դասավանդում են, խելացի տղաներ են, կարծում եմ, որ կարողանան ինչ-որ մի բան անեն, բայց այդ դրսի հետ փորձի փոխանակումն էլ շատ կարևոր է, գնալ, տեղում տեսնել, հասկանալ մարդիկ ոնց են աշխատում։ Երկրորդը ամենակարևորը, ես նոր ասացի, սերունդները գնալով ֆիզիկապես թուլանում են։ Եթե իրանք ֆիզիկապես թուլանում են, իրանք կոորդինացված էլ չեն լինելու, կոորդինացված չեղան, տեխնիկա էլ չեն ունենալու։ Եթե դու այդ ամեն ինչը չունեցար, այն, չգիտեմ, որ 12-13 տարեկանից սկսում են իրանց ինչ-որ տակտիկական բաները սովորացնել, գիտելիքները տալ, դա արդեն դեր չի խաղալու։ Դեր չի խաղալու հատկապես միջազգային խաղերում։ Եթե մենք ֆիզիկապես զիջում ենք, իսկ մենք դեռ որ ֆիզիկապես զիջում ենք։ Դրանք կան լուծումներ, բայց դրան մեծ գումարներ են անհրաժեշտ ու լավ մասնագետներ են անհրաժեշտ, բնականաբար։ Դուք սկզբում համեստաբար ասացիք, որ դեռ ձեզ այսպես հաջողությունների հասած չեք համարում, նորավանքը չհաշված, բայց եթե հայկական ակումբային ֆուտբոլի մակարդակով խոսենք, վերջի տարիներին Եղիշե Մելիքյանը, որը Փյունիկի հետ հաջողությունների հասավ եւ իհարկե ձեր անունն է շատ շեշտվում, այլ մարզիչներ, որոնք դեռ մեծ հաջողությունների են հասել, կարող է 1-2-ի անունն է տալ, բայց հիմնականում դուք երկուսն եք, դե Եղիշե Մելիքյանը արդեն ազգային հավաքականում է, եթե չեմ սխալվում, եթե սխալ եմ, կարող եք ինձ ուղղել, բայց որ մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչը կարողանա հասնել այսպիսի բարձր արդյունքների, երևի վերջի տարիներին ես չեմ հիշում, Ռոբերտ Արզումանյանը միանգամից Ուրարտու 2-ն էր մարզում։ Ձեր ճանապարհը ավելի երկար եղավ։ Նոր մի փոքր պատասխանեցիք հարցին, որ գնում եք սեմինարների եւ այլն, բայց էլ ինչը ձեզ օգնեց կամ ինչը նպաստեց, ինչ մարդկանց հետ անգամ Հայաստանում աշխատելը, որ դուք կարողացաք այս ճանապարհը այսպես արագ անցնել։ Տեսեք, միանգամից ասեմ, որ երբ որ ես ասում եմ ինձ համեստաբար չեմ համարում մեծ հաջողությունների կամ ինչ-որ հաջողությունների հասած մարզիչ, ինձ համար մարզչի հաջողությունը չափվում է տիտղոսներով, ամբողջ աշխարհում է այդպես։ Եթե ես տարիներ շարունակ սենց մնամ աշխատելով ու այդ մի տիտղոսը մնա, աստիճանաբար իմ մասին մոռանալու են։ Դա փաստ է։ Իհարկե ես որպես մարզիչ, իսպես մի քիչ առաջ շեշտեցի, ես գիտակցում եմ, որ կրթելն իմ առաջին գործն է, այդ կրթելով կարամ հասնեմ ես հասցնեմ իմ թիմին այդ տիտղոսներին։ Բայց դրան զուգահեռ ես շատ լավ գիտակցում եմ, որ ես երբեք ոչ մի թիմում չեմ ունեցել այն հնարավորությունները, որոնք որ ունեցել են իմ գործընկերները ու իմ ոչ մի թիմ պատրաստ չի եղել չեմպիոնական մրցավազքի։ Դրա համար ես ասում եմ, որ ես չեմ հասել հաջողությունների, բայց ես պատճառները գիտեմ ինչ չեմ հասել հաջողությունների։ Ես միշտ եղել եմ բյուջեով անարդար պայքարի մեջ։ Նույնիսկ այդ մի տիտղոսն էլ որ նվաճել եմ նորավանքով, դա քննարկման ենթակա չի, դա ահռելի տարբերություն կար նորավանքի ու մնացած թիմերի միջև, որոնց որ մենք աստիճանաբար անցանք։ Ես չեմ ունեցել մեծ բյուջեով ակումբներում աշխատելու հնարավորություն, միակ հատվածն եղել է Ալաշկերտի հետ, որը որ նորից զիջել է մնացած եռյակին միշտ։ Այսինքն ես միշտ աշխատել եմ այն թիմերում, որոնք որ միջին բյուջե կամ միջինից ցածր են եղել։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ հատվածին, ձեր ես ինձ համարում եմ շատ նպատակասլաց անձնավորություն, շատ համառ անձնավորություն եմ համարում։ Այդ դաշտում էլ է տենց, երբ որ մենք խաղում ենք, իմ թիմերը միշտ համառ են լինում, իմ թիմերը միշտ բնավորություն են դրսևորում։ Ինձ համար շատ դժվար է եղել, որովհետև ես պրոֆեսիոնալ մակարդակի ֆուտբոլ չեմ խաղացել, ես ծառայել եմ բանակում, բանակից հետո եկել եմ, գնացել եմ լիցենզավորման, շատ է լինում մեր հայկական իրականության մեջ, որ մարդիկ ունենում են տենց հովանավորներ, որոնք որ տանում են առաջ, բացարձակ չեմ ունեցել, եղել են ինձ ղեկավարներ, ովքեր տեսնելով իմ աշխատանքը, ինձ ընդառաջել են, տվել են հնարավորություններ, բոլորին շատ շնորհակալ եմ, առհասարակ բոլոր ղեկավարներին եմ շատ շնորհակալ, որովհետև բոլորի հետ էլ մեծ փորձ եմ ձեռք բերել։ Բայց ես գտնում եմ, որ
Բնականաբար բացի ցանկացած մարզիչ ով գալիս է ասում պրոֆեսիոնալ ֆուտբոլում գլխավոր մարզիչ ու ինչ որ արդյունքներ ցույց է տալիս, կա ինչ որ տվածուրիկ ի վերուստ տվածուրիկ լիդերի որակներ ֆուտբոլի մասին պատկերացում հասկանալ, այսինքն լոգիկա, ուղեղ եւ այլ, բացի այդ ամեն ինչից ես ունեմ նաեւ համառություն, որը որ ինձ հնարավորություն է ընձեռնել, այո, ամենաներքևից գալ հասնել Ստեղ ես շատ լավ հիշում եմ, երբ ես գնացի լիցենզավորման, նույնիսկ ինձ չէին ուզում ընդունել, որտեղ տարիքս չէր համապատասխանում, ես շատ խնդրեցի, հասա իմ ուզածին ու Պոուլսենը, որ շատ գրագետ էր, իմ բախտը բերել է, որ իմ առաջի կրթող ղեկավարը ինքն է եղել, ինքը ինձ վերջում ասեց դու բացի քո որակները մարզչական շատ համառ անձնավորություն ես ու երեխեքից սկսելու ես հասնես պրոֆեսիոնալ մակարդակի։ Ես միշտ իր խոսքերը հիշում եմ, դա եղել է 2008 թվականին։ Իսկ լիցենզիայի այդ փուլերը, հա, գիտեմ հիմա պրոն բավական դժվար է զուտ ֆինանսական առումով։ Շատ մարզիչներին դա անգամ հնարավոր չէ։ Ձեր ժամանակ ավելի հեշտ էր ֆինանսական։ Ավելի էժան է եղել, բայց ես վաճառել եմ իմ մեքենան ու ստացել եմ պրոն։ Հիմա չեմ հետաքրքրվում, ինչի է այդ կարգի, հա, ու Այն ժամանակին էր դժվար, նայես չէ 2 կոպեկ էլ ու ամբողջ աշխարհում է թանկ։ Ամբողջ աշխարհում թանկ է, ես չեմ տիրապետում։ Հայաստանում բավական համատած մեր կարգի երկրների բավական թանկ։ Չեմ իմանում, ճիշտն ասած, այն ժամանակ էլ էր մեր համար դժվար այդ նմանատիպ գումարը։ Ինձ մի հատ էժան ավտո ունեի, վաճառեցի, նորմալ է, դա իմ որոշումն է եղել։ Ես Հայաստանում առհասարակ հիմա չգիտեմ, իրոք չեմ իմանում ակադեմիաներում մարզիչների աշխատարցը, բայց մեր ժամանակ ահավոր ցածր էր։ Ես սկսել եմ աշխատել 60,000 դրամով։ Հետո դարել է 80,000, հետո դարել է 100,000, ու դա տարիների մասին է, ոչ թե շաբաթը մեկը բարձրացել։ Բայց ես դրել եմ իմ առջև նպատակ, որ ես պետք է առաջ գնամ դեպի պրոֆեսիոնալ ֆուտբոլ, Փառք Աստծո ստացվել է։ Այլ հաջորդ քայլը կա։ Իսկ շատ մանկապատանեկան մարզիչների մոտ դա ոնց որ կոչում է աշխատել երեխաների հետ, բոլոր մեծամասնություն ունի ձգտում աճել դեպի բարձրագույն։ Շատ ընկերներ ունեմ, շատ գոլեգաներ ունեմ, ովքեր որ եկել են ու ասել են մենք ուզում ենք երեխաների հետ աշխատենք, մեզ հաճույք է տալիս դա։ Դա լրիվ ուրիշ աշխարհ է, ես որպես համընդեղ աշխատացամ հիմա այստեղ աշխատող, շատ լրիվ ուրիշ աշխարհ է, այնտեղ ներքին մոտիվացիան է շատ մեծ դեր խաղում, այնտեղ սերը փոխադարձ հենց սերը մարզիչ ֆուտբոլիստ ահավոր շատ է, այստեղ արդեն փոխվում ամեն ինչ, այստեղ ղեկավարման, կառավարման, չգիտեմ, հրամանատարության ձևերը դու պետք է կիրառես, այնտեղ երեխեք են, այնտեղ լրիվ ուրիշ հիմքերի վրա է դրված, այստեղ լրիվ ուրիշ հիմքերի վրա է դրված, այստեղ բոլորս գիտենք տիտղոսներ, արտաքին մոտիվացիա, գումար, լավ պայմանագրեր, դրանք լրիվ տարբեր աշխարհներ են, դրա համար շատ մարդիկ ասում են ես չեմ ուզում այնտեղ, ես ուզում եմ այստեղ, որովհետև պրոֆեսիոնալ ֆուտբոլը ինքը, չգիտեմ, sense ալեկոծություն է անընդհատ։ Երեխեքի հետ հանգիստ է լրիվ։ Ընդվզել եք մեկ անգամ, որ Հայաստանի ազգային հավաքական Կարեն Ալբանյանին չէին հրավիրել, հետո երբ հրավիրվեց, արդեն այսպես դուք անգամ մարզին շնորհակալություն հայտնեցիք, զուտ որպես Հայաստանի առաջնությունում աշխատող մարզիչ, ձեր կարծիքով այս պահին հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնք հավաքականում կարող են խաղալ, բայց չեն հրավիրվում։ Անպատրաստ եմ ձեր այդ հարցին պատասխանելու, եթե չեմ սխալվում, այս հավաքին սպասված անուններ կային, որ հրավիրվեցին, որ այդ անուններին բոլորս էլ սպասում էինք։ Պետք է մտածեմ ու մի քիչ դա ոնց որ ավելի շատ հավաքականի մարզիչի գործն է, որովհետև կարծիքները տեղ կարող են տարբերվել։ Որպես կողքից կարծիք։ Ես մենակ ուրախ կլինեմ, որ մեր առաջությունից ավելի շատ լինեն ֆուտբոլիստները։ Ես միշտ ասել եմ, մենք լիմիտ ենք կիրառում առաջության լավագույն ֆուտբոլիստներին չենք հրավիրում։ Ուրեմն ամեն ինչ դեմագոգիա է, այդ լիմիտը դեմագոգիա է։ Եթե մենք լիմիտ ենք կիրառում ու հավաքական չի հրավիրվում առաջության լավագույն ֆուտբոլիստը, եթե գնանք Կարենի հետևից։ Եթե մենք լիմիտ ենք կիրառում հրավիրվում է, չեմ ուզում անուններ տամ, նատուրալիզացված ֆուտբոլիստ, եթե մենք ունենք երիտասարդ այդ դիրքում ֆուտբոլիստ, որը որ խաղում է Ուրարտում ու հրավիրվեց, Նարեկ Աղասարյան, եթե չեմ սխալվում, ինքը վերջի դաշտ խաղա դեբյուտ էլ ունեցավ։ Բա միթե ես սխալ եմ ասում։ Ես ճիշտ եմ ասում։ Ես ռասիստ չեմ, ես նացիստ չեմ, բայց մենք պետք է տարբերակենք էլի վերջին հաշվով 30-նանց
աֆրիկացուն, որին չգիտեմ ոնց паспорт տվեցինք, որ ինչ-որ միտեղ ծակ փակի օգնի, գերադասում ենք մեր երիտասարդից, որը որ պետք է արդեն գա, տենա այդ ամեն ինչը, մտնի դաշտ, որ վաղը միսօր խաղա։ Այդ է իմ ասածը, հա, մեր առողջությունից պետք է շատ հրավիրվեն, այո, մեր առողջության մակարդակն էլ շատ է բարձրացել։ Ու առաջ եթե տենց ինչ-որ մեկը FNL-ում ֆուտբոլ էր խաղում, պարտադիր իր տեղ ունենում էր հավաքականում, ես այսօր չեմ գտնում, որ FNL-ի ֆուտբոլիստը, այնտեղ խաղացող ֆուտբոլիստը պետք է հրավիրվի ազգային հավաքական, իսկ մեր առողջությունից չէ։ Մեր առողջությունն ավելի լավն է։ Մենք գնում ենք հավաքների, մենք խաղում ենք այդ թիմերի հետ, մենք հետևում ենք շատ մոտիկ երկրներ ենք ֆուտբոլային առումով, մնացած առումներում տեսնում ենք, որ մենք չենք զիջում։ Բան չի պետք է մերոնք չգնան այնտեղ։ Ես էլ որպես այս առողջության մարզիչ ուզում եմ, որ շատ ֆուտբոլիստներ գնան։ Դա էլ չափանիշ է մեր աշխատանքի մասին։ Հարցազրույցի այսպես վերջին հատվածում կուզենայի մի քիչ ավելի sense փիլիսոփայական հարց լիներ, ձեր դեռ երիտասարդ կարիերայում կան այնպիսի սխալներ, որոնք եթե ժամանակը հետ տային, օրինակ այդ որոշումները չի կայացնում։ Այո, կան։ Կասեք մեզ։ Առաջարկներից հրաժարվել է։ Կասեք որոնցից։ Չէ, անունը չեմ տա, բայց ես ունեցել եմ տարբերակներ, մերժել եմ այդ տարբերակները, որովհետև խոսք եմ տված եղել ղեկավարությանը, ունեցել եմ պայմանագիր ստորագրած ու նույնիսկ չեմ էլ քննարկել ղեկավարության հետ, բայց հետո շատ եմ զղջացել։ Ընդհանուր մինչև Չինաստանի սուպերլիգայի, ասենք, պրեզիդենտի մակարդակով խոսակցություն ա եղել, ես ասել եմ պայմանագիր ունեմ, չի լինի, բայց հիմա որ հետ հայացք եմ նետում, ես հասկանում եմ, որ ամենտեղ պրոֆեսիոնալիզմն է դեր կատարում ու այդ մարդկային նվիրվածությունը, այդ խոստումները վնասում են մարզչական կարիերային։ Բայց երկրպագուների աչքերում պրինցիպալ եւ իրենց խոսքի տեր մարդիկ ավելի են գնահատվում, հավատացեք։ Ես ձեզ ասեմ, Հայաստանում երկրպագուական մշակույթ այդպեսին, որպեսին ես չեմ տեսնում, շատ լավ կլինի, որ ավելի ձևավորվի։ Լոռին էր, Շիրակն ունի միանշանակ, մարզային թիմերից Չարենցավանի Վանը մի քիչ զարթնեցին, ոնց որ օրինակ երեկվա մեր խաղին էլ կար քանակ, բայց Երևանյան թիմերում ունեն։ Իսկ հավաքականի խաղերին տեսնում եք։ Հավաքականի խաղերին այո, տեսնում եմ ու շատ գովելի է, որ թեկուզ կա ինչ-որ տարաձայնություն ֆեդերացիայի ու երկրպագուների միջև, բայց երկրպագուները հավաքականի կողքին են ու տեղ գոնե միավորվում են։ Գուցե ձեր ասացի նաև պատճառներից մեկն այն է, որ երկար տարիներ 8 թիմից 6-ը Երևանի թիմեր էին եւ մի տեսակ այդ ինտրիգան էլ կորում էր։ Եվ վերջում ձեր իհարկե շատ հեռու գնացող չէ, բայց այսպես երազանքը, հա, որպես հիմնականում մարզիչները այդ հարցին պատասխանում են, բնական է գլխավորել ազգային հավաքականը։ Ձերը գուցե արտերկրում ինչ-որ ուժեղ ակումբ մարզելն է կամ ունեք այսպես։ Ես անցած մրցաշրջանի վերջում շատ մոտ էի տեղափոխվելու եվրոպական երկիր, շատ մոտ էի լրիվ ուրիշ ֆորս մաժորային հարց խանգարած այդ ամեն ինչին։ Որպես գլխավոր մարզիչ։ Լրիվ ուրիշ հարց խանգարած, չեմ ասում թոփ լիգաներից, բայց շատ լավ ձեռքբերում կլիներ ինձ համար։ Ես ուզում եմ աշխատեմ թոփ լիգաներում ու որպես գլխավոր մարզիչ ես գտնում եմ, որ մենք իրավունք չունենք երազելու։ Ես ռեալիստ եմ։ Ես շատ լավ հասկանում եմ, որ մեր առաջնությունից, մեր անձնագրով շատ դժվար է, որ ինչ-որ եվրոպական լուրջ առաջնության մենք հասնենք, բայց ամեն դեպքում ես ունեմ այդ նպատակը ու գնում եմ այդ ուղղությամբ։ Վերջում կհասկանանք ինչ կլինի։ Ես միշտ ասել եմ, գլխավոր մարզչի կարիերան ամբողջովին իրենից կախված չի, որտեղ դրան կա մի պարզ պատասխան։ Խաղի արդյունքն էլ գլխավոր մարզչից ամբողջովին կախված չի։ Իսկ գլխավոր մարզչին առաջ տանում են արդյունքները, որոնք որ չեն կարող միշտ ստաբիլ լինեն ու ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելն էլ կարող է չօգնի։ Ես հուսամ մենք մրցաշրջանի ավարտին եւս մեկ անգամ կզրուցենք, կամփոփենք, կհասկանանք ինչն էր ճիշտ, ինչ սխալը։ Ես մեր բոլոր հյուրերին վերջին փոքրիկ բլից եմ այսպես հարցնում, որպեսզի պատկերացնենք ձեր նախասիրությունները։ Սկզբից մի քիչ ֆուտբոլային, ասիկ ռեալիստ եք, բայց ունեք սիրած ֆուտբոլային ակումբ Ալաշկերտից բացի։
Փոքրուց ունեցել եմ, հիմա արդեն ժամանակն չէ, Բավարիա Մյունխեն։ Բոլոր ժամանակների ձեր ամենասիրելի ֆուտբոլիստը։ Հենց ավագը այդ տարիների իմ մանկապատանեկան տարի Ստեֆան Էֆենբեր։ Ըստ էս պատմության լավագույն ֆուտբոլիստը։ Շատ բարդ հարց է։ Մեսին, Ռոնալդուն, իրանք երկուսն էլ շատ ուժեղ են պատմության մեջ, չեմ կարող իրանց առանձնացնեմ, իրանք Մեսին ինձ համար հանճար է, Ռոնալդուն ինձ համար դա պրոֆեսիոնալիզմի մարմնացում է։ Իրանք ինչ որ միտեղ մեկը մյուսից առավել են, մեկը մյուսից պակաս են։ Չեմ առանձնացնի, այդ երկուսը պատմության լավագույններն են միանշանակ, չի քննարկվում։ Որ խաղից հետո եք սկսել սիրել ֆուտբոլը։ 94 թվականի Բրազիլիա, Իտալիա, երբ որ Բայժան պենալը Ռոմարիոն գավաթը բարձրացրեց։ Ամենագեղեցիկ գոլը ձեզ մոտ։ Ինձ համար Կարեն Ալբազյանի տուգանայիններն են, որ ինձ միավորներ են բերում։ Ես հումորային պատասխանեմ, իսկ եթե համաշխարհային պատմության մեջ դրանք շատ են, մեկը որպես մարզիչ կոմբինացիոն տենց ավելի ենք մենք գնում հեռահար հարվածներ, չեմ կարող տենց մտաբերել։ Մեկը առաջինը, որ եկավ մտքին, դա ամենաիսկ իրականն է։ Դե հիմա ես իմ թիմով եմ ապրում, ես իմ թիմի գոլերով եմ, ուրեմն Կարենի խփած տուգանային հարվածներից որևէ մեկը, որը որ ամենալավն է։ Ձեր սիրած գիրքը։ Երևի թե Ալեքս Ֆերգյուսոնի Leadership-ը։ Լավ է, դեռ Կարեն Ալբազյանի գիրք չի։ Չէ, ես դա ասում եմ, որտեվ այդ գոլերն ինձ միավորներ են բերում ու այդ իմ թիմն է, էլի, ավելի շատ ոնց որ ձեր սիրած ֆիլմը։ Մել Գիբսոնի Խիզախ սիրտը։ Ամենասիրած դերասանը։ Մել Գիբսոն։ Դերասանուհին։ Նիկոլ Քիդման։ Մարդու մեջ ամենաշատ որ հատկանիշն եք սիրում։ Արդարությունը։ Ինչ ամենաշատ չեք սիրում։ Նենգությունը։ Այս հարցը գողանանք Պոզներից, բայց ինքն էլ ուրիշից էր գողած։ Աստծո առաջ հայտնվելուց ինչ կասեք նրան։ Երևի թե պիտի լսեմ էլի ինքը պիտի ասի։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։